Խաղի մասին գոլ չենք ոնց կարանք հաղթանալ։ Քանում ունենք առավելություն բավականին մեծ։ Որպեսզի հայեր ստեղծեցին։ Նվեր տվեցին։ Երկու պահ նվեր տվեցին, խաղի սկիզբը, խաղի վերջը։ Մենք էլ 100%-անոց գոլը չենք խփել։ Դու գոլ չես խփում, չես կարող տանես։ Երևի դասեր կքաղենք, շատ մեծ աշխատանքներ կա։ Կարևորը որ ճիշտ հետևողություններ անենք, ոչ թե մենակ մենք ֆուտբոլիստները առաջերտեն պետք է ճիշտ հետևողություններ անենք։ Հետագայում նման աներ թույլ չտան դաշտան։ Նման իրավիճակներ չէ, ոնց կարող է ուղղակի չի մտնում, որ ասած սպահերից գոլ չխփել։ Ոչ մի հատ, մի քանի հատ։ Բան չեմ սարքում, ինչ-որ տրագեդիա չեմ սարքում, բայց բնական է, որ պետք է ապաման շտկել։ Ժամանակ ունենք կփորձենք շտկել։ Տեսնենք ինչ կլինի։ Ոնց կարող գոլն եթե կա 100%-անոց պահ պետք է իրացնել։ Որ գոլ խփի։ Ինչի։ Գոլ խփի, ուներ պահ 100%-անոց ոնց չի չեմ կարող հասկանալ։ Մենակ այդ պահը չէ, մյուս պահերն է Իրանը 100%-անոց անհնար։ Դա ֆուտբոլը ամեն ինչ պատահ է։ Ուրիշ Պարոն Խաչատրյան, մոտ 10 օր առաջ Գավաթային խաղում այստեղ վստահ հաղթանակ տարածել թիմը, այսօր պարտվեց, ինչու՞ն է տարբերությունը երկու խաղերի։ Միշտ ասել եմ, որ թիմերը գրեթե հավասարազոր են։ Չի նշանակում, որ մի խաղ առավելություն ասում, երկրորդն նույնը պետք է լինի։ Հավասարազոր են։ Բոլորն է հավասարազոր։ Խնդիրը նրանում է, եթե մենք իրացնենք գոլային պահերը, բնական է, որ կարող միգուցե նաև շատ գոլեր լինեն, բայց չիրացրեցին։ Իրանց էլ նվեր տվեցին, իրանք էլ գոլերը խփեցին, առաջին րոպեին ու վերջին րոպեին։ Երկու խաղացող բախվում են իրար, եզրում երկու պաշտպան, մարդ չկա, տանում են գոլը։ Ֆուտբոլը լինում է։ Բայց պետք է աշխատենք, որ չլինի։ Իսկ Հայատի խաղում տարբերություն տեսաք այդ հանդիպման համեմատում։ Չի ասի։ Տարբերությունները, որ առաջին րոպեին գոլ բաստողեցինք, որ ասեցի, մենք ունենք բավականին մեծ առավելություն խաղալ։ Հարցը նրանում է, որ պարտվեցին։ Կա բան ինձ։ Շնորհակալություն։